Բարի երեկո սիրելի հեռուստադիտող։ Եթերում Սիրիր մերձավորիդ հաղորդաշարն է, ես Հասմիկ Ավագյանն եմ։ Այսօրվա մեր քննարկումների կանգառում Վարդգես Պետրոսյանի վերջին ուսուցիչը Վիպակն է։ Սիրով ներկայացնում եմ մեր հյուրերին, ովքեր օգնելու են այս բավական պարզ լեզվով գրված, բայց բավական խոր ասելիքով Վիպակը տողատակերով բացահայտել ձեզ համար։ Գեղեցկուհի երկու աղջիկներ, Ռիփսիմե Գալստյան եւ Աննա Խանդանյան, ողջույն սիրելիներ ջան։ Ողջույն։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ հատկապես մեր օրերում բավական ակտուալ դարձած այս վիպակը միասին քննարկելու առիթ կունենանք։ Ռիփսիմե ջան, քեզ հետ երևի թե սկսենք պետրոսյանական ֆանտաստիկ ձեռագրից, թե ինչպես է այս հեղինակը կարողանում ընդամենը մեկ միջադեպ առաջ բերելով միանգամից ստեղծել կոնֆլիկտ եւ մեկ հերոսի, կարելի ասել, օրինակով մեզ համար բարձրացնել ուսուցչի վեհ արժեքը։ Իհարկե չսկսեմ անմիջապես հենց այս վիպակից, առհասարակ Պետրոսյանի բոլոր ստեղծագործություններում քո նշած այս փաստը կա, ընդհանրապես դասական շրջանի գրականությունից հետո 21-րդ դարի շեմին ավելի սկսեց գրականության լեզուն բարձրանալ եւ ավելի մոտենալ մարդուն, սովորական ընթերցողին, ով պարտադիր չէր, որ լիներ շատ բարձր կրթություն ստացած մեկը ու շատ բարձր գրականություն կարդացած մեկը։ Պետրոսյանին այս առումով շատ էր օգնում իմ կարծիքով, ես այս հարցի շուրջ շատ եմ մտածել, ինչի է Պետրոսյանը այսքան սրտիդ կպնող լեզվով գրում։ Ինքը գրում է այն լեզվով, որը քոնն է, որով դու ես ամեն օր խոսում ու որն է դրա գաղտնիքը, իր կրթությունը, ժուրնալիստի, այսինքն լրագրողի կրթությունը։ Այս մարդը գիտեր ինչպես բացել դեպքերը, ինչպես մոտենալ եղելության բուն էությանը։ Ու հենց այդպես էլ ինքը կարողանում էր ներկայացնել գրական։ Հա, ինքը գիտեր կոնֆլիկտը որտեղ ներկայացնի, այդպիսին են լրագրողները, մարդիկ, ովքեր թրծվել են իրենց մասնագիտության մեջ, պրակտիկայում, իսկ օրինակ բանասիրական կրթություն ստացածների լեզուն շատ ավելի վեհ է։ Ես հիշում եմ, երբ որ ես էի օրինակ մինչև 2015 այդպես սովորում էի բանասիրականում ու ինչ լեզվով էի նույնիսկ Facebook-յան գրառումները անում, դրանք այնքան ճոռում էին։ Հա, ճոռում էին։ Շեքսպիրը պիտի ցույց տանք, որ Շեքսպիրը ենք մի անգամ կարդացել։ Վարդգես Պետրոսյանը այդ խնդիրը չուներ, ինքը չուներ իր ընթերցողից բարձր երևալու խնդիր։ Ինքը ջո շարքային մեկն է, ոնց որ ես քո կողքին նստած քեզ պատմում եմ ինչ եղավ, այս ինչ դպրոցում կամ ինչ եղավ, այս ինչ սրճարանում, ինչ եղավ այս մարդու հետ։ Ու այդ քո սրտին, քո հոգուն կպնող լեզուն էր, որ գրավում էր ընթերցողների մեծ բանակ Պետրոսյանի սիրողների, ու ինձ համար ինչն էր անակնկալ, երբ որ ես տանը ասացի, որ պիտի այս գիրքը քննարկենք, առաջին բանը, որ ասաց տատիկս, շատ բարձ լեզվով է գրում։ Այո։ Հա, դա բացարձակ ճշմարտություն է բոլոր սերունդների համար։ Հա, եւ բոլորը առաջինը դա են գնահատում։ Ոչ թե ֆիքսում, փաստում, այլ գնահատում, որ շատ բարձր լեզվով է գրում։ Շատ հասարակ մատուցված է բարձրագույն արժեք իրականում։ Աննա ջան, եթե գանք արդեն մի փոքր մոտենանք կերպարներին, մեր մամյանի կերպարին, բայց իհարկե այդ կոնտրաստը, հա, հասկանանք նաև, որ մեզ տվել է հեղինակը, որ այդ պարզ հասարակ լեզվի մեջ նաև չի ոչինչ ուռճացնում, այսինքն այո, կար այդ վեհ ուսուցիչը, բայց կային նաև նրա կողքին նրանք, ովքեր խորհրդային միության տարիներին է, հա, դեպքերը ալարում էին միգուցե չէին ուզում, միգուցե չէին կարողանում, չէին հասկանում այս բոլոր ուսուցիչների կերպարները առանց որևէ վարքյան վարանելու մեզ այսպես մատուցում է Պետրոսյանը, այս կոնտրաստների մասին խոսենք։ Նախ ուզում եմ նշել, որ իմ առաջին ծանոթությունն էր Վարդգես Պետրոսյանի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ Հասմիկ ջան։ Ես դեռևս 19 թվականին դիտել էի սերիալը, որտեղ որ գլխավոր կերպարի մարմնավորում էր Խորեն Լևոնյանը, հենց Մամյանի դերում։ Սերիալը շատ էի հավանել, շատ տպավորվել էի, բայց ել ավելի տպավորվեցի գրքով, իհարկե, որտեղ գրքում շատ ավելի խորն էր այդ ամենը, քան սերիալում ըստիս։ Ինձ համար Վարդգես Պետրոսյանի այս ստեղծագործությունը ֆենոմենալ էր նրանով, որ ինքը կարողացավ ընդամենը մեկ փոքրիկ վիպակով այդքան շատ խնդիրներ ու թեմաներ բարձրացնել։ Ինչպիսին էր օրինակ դեռահասության խնդիրը, պաշտոնի խնդիրը, ինչու ոչ, սիրո, հայրենասիրության, ուսուցչի տարբերությունը, ինչպես որ դուք նշեցիք, օրինակ անդադ ես մտածում էի, երբ որ այդ իրադարձությունը տեղի ունեցավ աշակերտների հետ, Մարին ու մնացածի, մտածում էի անդադ, եթե քիմիայի ուսուցչուհին չլիներ տեսնողը,
օրինակ մամյանը լիներ, ինչպես կվարվեր։ Այո, ինչպես կզարգանային իրադարձությունները։ Իհարկե, այդպես չեմ կարծում այնպես կլիներ, ինչպես որ քիմիայի ուսուցչու պարագայում եղավ, այսինքն միանգամից չէր վազի տնօրենի մոտ, այդ հարցին լրիվ ուրիշ լուծում կտար։ Ամենաառաջինը կարծում եմ կխոսեր աշակերտների հետ։ Կուզեր պարզաբանել ինչու այդպիսի քայլ արեցին, ինչու այդպես եղավ։ Ֆենոմենալ իհարկե ստեղծագործություն ու ուսուցչի կերպարը հենց Մամյանի կարծում եմ, ինչի կարիքը մենք շատ ունենք հենց այդպիսի ուսուցիչների իհարկե, ցավոք շատ չեն, շատ հազվադեպ են այդպես ուսուցիչներ հանդիպում ու մի բան էլ էի ուզում նշել, ինձ համար շատ հետաքրքիր էր այն դրվագը, երբ որ Մամյանը առաջին անգամ մտնում է դասասենյակ, երբ որ երեխաները արդեն տանն էին, ինքը թերթում էր գրածները, նախկին ուսուցչի մոտ շարադրություններ էին գրել այդպես բաց թեմաներով կամ ինչ ու բոլորին ուսուցիչը գնահատել էր 2 եւ 3։ Ու Մամյանը այդ ժամանակ երբ որ կարդում էր ու ուղղակի ապշում ինչու է ուսուցիչը այդքան ցածր գնահատել։ Ինչու չի տեսել այն ինչ իրականում։ Ինչու չի հասկացել երեխաներին։ Օրինակ, ինչու հայրիկի մասին շարադրության ժամանակ Մարին բաց էր թողել 5 էջ ու ոչինչ չէր գրել։ Այնքան հետաքրքիր էր, բայց ես որ հիշում եմ, շաքաղում եմ անկեղծ, այնքան որ բոլորս մի փոքր հոգեբան պետք է լինենք մեր մասնագիտությունների մեջ։ Եվ ցանկացած ուսուցիչ կարծում եմ, բացի այն, որ պետք է լինի մանկավարժ, նաև պետք է լինի հոգեբան ու հասկանա աշակերտներին։ Եվ Աննան արդեն մի փոքր անդրադարձ արեց այդ տարածվելու լուրին, թե ինչ կլիներ, եթե Մամյանը տեսներ եւ այլն, բայց ուզում եմ, կարծում եմ չենք կարող չխոսել այս մասին, շրջանցել այդ թեման, թե ինչպես է արագությամբ տարածվում այս լուրը, ինչ ֆենոմենալ արագություն, ինչպես է զարգանում, ճոխացվում, ինչ որտեղ միշտ էլ այդպես է, չէ՞, միշտ լուրերը բացում են տարբերակներ։ Մի ամբողջ բանահյուսություն է, հա, արդեն ձևավորվում եւ վստահաբար կարող ենք ասել, որ կարծես մեր օրերի մասին էլ գրած լինի, չէ՞, ու կապ չունի դա դպրոց է թե ինչ։ Իրականում հա այդ տարածվելու ֆենոմենը հենց այդպես էլ ծնվել են բոլոր դարերում մեր ժողովրդական բանահյուսության նմուշները, ընդ որում ոսկեղենիկ նմուշներ, եւ այստեղ արդեն հասարակության հոգեբանության խնդիրներ, առհասարակ երբ որ նայում ես վիպակի գրվելու տարեթվին 1978 Վարդգես Պետրոսյանը փաստացի կոտրել է այն կարծրատիպը բոլորիս մեջ, որ սովետի դպրոցն ուրիշ էր։ Մենք միշտ մտածել ենք, որ այնտեղ կրթական համակարգ ուրիշ է եղել, մարդիկ են ուրիշ եղել, բայց ես վերջերս մի քանի գրառումներ էի թերթում իմ արած ռեմարկի հետ կապված, երբ որ գրել եմ, որ գրքերը մեզ մի հատիկ բան են սովորեցնում կյանքում, ոչ մի իրադարձություն եւ ոչ մի զգացողություն ու ապրում առաջին անգամ չի լինում։ Մեզնից առաջ են նույն զգացողությունները ունեցել ու դեպքերը մեզնից առաջ են տեղի ունեցել։ Երբ որ ես հենց այդ բարի դրվագը ու Մարի հոգեբանության խնդիրը այստեղ Արմենի հոգեբանության խնդիրը կար, ինչ էր իրենց ներսում կատարում, այդ ներքին անձնական դրամաները, հասկանում էի, որ այն ժամանակ էլ են մարդիկ նույն ապրումներն ունեցել, այն ժամանակ էլ են նույն խնդիրն ու նույն կռիվը այս կյանքի հետ ունեցել։ Այստեղից էլ սկսվել է այդ պատմությունը, իսկ ինչ վերաբերում է արդեն այդ տարածվելուն, դպրոցական միջավայր է ու կարծում եմ մենք ավելի շուտ ենք դպրոցը ավարտել, այս ժամանակներից ավելի շուտ եւ կհիշենք մեր ուսուցչանոցներում ինչ իրավիճակ էր տիրում կամ ասենք որոշ լաբորատորիաներում, որտեղ կարող էին մի քանի մտերիմ ընկերուհի ուսուցիչներ հավաքվել ու խոսել, բայց չիմացաք ես ինչ դասարանում ինչ եղավ, բայց չիմացաք այն ինչ դասարանում ինչ եղավ։ Ու այսպես էլ Սոֆի Լորենի, այսինքն տնօրենի, Վանոնու գործավարուհու միջոցով էլ այս պատմությունը ուռճացված տարածվել էր եւ յուրաքանչյուրը մի բան իրենից ավելացրել էր եւ այն նուրբ սարկազմը, որով հեղինակը Վարդգես Պետրոսյանը տարբերակներից մեկում, ըստ պատմություններից մեկի հասկանում ես, որ իրականում գուցե եւ եղելությունը շատ པարզ մի բան է եղել, բայց ուռճացվել էր ու այստեղ մի ուրիշ խնդիր էլ բացվեց, որ նաեւ մեր ժամանակներում կա դրվագը, երբ որ աշակերտներից մեկը Սոնա Միքայելյանին ասել էր, նա իմիջիալոս դպրոցի նշվում է, որ դպրոցի ամենասիրուն ուսուցչուհին էր, տղաները նրան սիրահարված էին, չնայած իրենցից տարիքով մեծ էր, բայց այդ ամուսնացած չլինելու եւ ըստ այդմ մի փոքր չար լինելու խնդիրը սա զավեշտ է, բայց եղել է իրադրություն եւ անխուսափելի փաստ։ Կարծեմ ասում էր իմ հորաքույրն էլ ամուսնացած չէ եւ նրա աչքին էլ են ինչ որ մերկ մարդիկ երևում։ Այսինքն արդեն չէր հասկանում։ Եվ ինքն էլ չէր հասկանում, ինքն էլ վստահ չէր։ Այստեղ այդ կոնֆլիկտը, որ դու վստահ չես ինչ տեսար, բայց միանգամից վազում ես առանց մտածելու, մի վարքյան, մի րոպե ես այս երեխեքի հետ խոսեմ, հասկանամ ինչ էր։ Ներողություն, դա գուցե ներելի է ցանկացած այլ պարագայում
պարագայում, բայց ոչ երբեք ուսուցչի, չէ։ Եվ ոչ երբեք դպրոցում։ Այո։ Բայց այստեղ Վանյանի կերպարը բազմաթիվ այլ կերպարների է բացում, ճակերտավոր ասած։ Ինքը իր էությամբ, իր տեսակով, իր գաղափարներով նպաստում է շատ այլ ուսուցիչների բացվելուն, ինքնավերլուծությանը, իրենցից մեկն էլ հենց Սոնան էր, որ Վանյանի հետ մի քանի շփումներից հետո արդեն սկսել էր իր կյանքի գործին, իր մեծագույն սիրուն քիմիա դասավանդելուն, նա էլ բոլորովին այլ տեսանկյունից ու սկսվել էր արդեն նրա ներքին կռիվը ինքն իր ու իր կյանքի հետ։ Այո, կյանքին այլ հայացքով Արդյոք սա է այն ինչին ինքը ձգտել է, արդյոք հենց այսքանով է իր կյանքը սահմանափակվում անել այդ փորձերը, անցկացնել դասերը, գալ տուն, փակվել եւ վերջ ու նրա կյանքն էլ ըստ էության գնաց դեպի դրական փոփոխություններ ընկերուհիների հետ շփվել թատրոն եւ այլն, այսինքն սերը նաեւ մի մամյան կարողացավ գույն բերել մի ամբողջ դպրոցի, գիտեք ինչ է այնտեղ մտածում, պատկերացնում եք այդպիսի միջադեպ հիմա լիներ ու այս համացանցի դարում ինչ եմ պատկերացնում։ Մենք բոլորովին վերջերս մի այդպիսի բան, ճիշտ է, ուրիշ ինչ-որ մի բան, բայց եւ իրականում այսպես խոսում ենք ու ես մտածում եմ ինչքան երջանիկ եմ ես, որ ես մամյաններ եմ ունեցել, բայց նաեւ մտածում եմ ինչքան երջանիկ կլինեինք, չէ՞, բոլորս եթե այս ամենը մենք կարողանայինք պատկերացնել դպրոցահասակ տարիներին, թե այդ ցանկացած խոսակցություն իրականում ինչ է եւ ինչու է։ Եվ քանի որ ուսուցիչներին արդեն շատ մանրամասն վերլուծեցինք, նաեւ գանք տնօրենի կերպարին, ոչ պակաս կարեւոր դեր ունեցող կերպար, որ իրականում գուցե մի փոքր, հա, մյուս ուսուցիչների համեմատ այսպես գուցե թվա երկրորդային դեր ունի, բայց այնքան կարևոր դեր կարող է նա տանել այդ որոշումները կայացնելու պահին եւ մարդով պարզապես մտածում է վաստակավորի կոչում ստանալու ու չստանալու մասին, երբ դեռահաս աղջկա կյանք է կարելի է ասել ինչ որ չափով նույնիսկ վտանգված ու խորտակվում։ Այս մասին մի փոքր խոսենք Աննա ջան։ Այո, իհարկե շատ ցավալի, բայց շատ արդի թեմա էր։ Կարծում եմ մինչ օրս այդպիսի տնօրեններ շատ կան, որ առաջնային մտածում են ոչ թե ուրիշի կյանքի մասին, մանավանդ դեռահաս աղջկա, որ դեռ նոր պետք է մտներ հասուն կյանք, այլ մտածում է առաջնային իր պաշտոնի եւ վաստակավորի կոչում ստանալու մասին։ Ու բացի տնօրենից, նաև այստեղ շատ շեշտվում էր Մամյանի մանկության ընկեր Ռուբենի մասին, որ նախարարն էր հենց կրթության։ Իրոք ինքն էլ էր ավելի շատ կենտրոնացած իր պաշտոնի վրա, մոռանում էր նույնիսկ մանկության ընկերոջը, այսինքն առաջնայինը իր համար իր աշխատանքն էր, բայց ուրախ եմ, որ վերջում գոնե շփումը եղավ, անդրադարձան էր, այո, իրականում շատ ճիշտ նկատառում էր, մինչ օրս ոչ մի կերպ չենք կարող խուսափել նման կերպարներից եւ ճիշտ է մենք բնականաբար վերջին ուսուցիչը մեզ ստիպում է դպրոցը քննարկել, բայց ցանկացած ոլորտում պաշտոնի մասին է ամեն ինչ։ Խոսենք մի փոքր նաև Պետրոսյանի ֆանտաստիկ ձեռագրի մասին, թե ինչպես է գուցե ինչ որ չափով հեռանում խնդրից, բայց ամեն ինչ այնքան գեղեցիկ է միահյուսում, թե սերը, թե ընկերությունը, թե մարդկային արժեքները ու այնքան շատ կարևոր արժեքներ է վերհանում իր այս փոքրիկ վիպակում, որ անգամ այո վեպել չի կոչվում, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով բոլոր իրավունքներն ունի, թե ինչ ֆանտաստիկ եզրեր է գտնում այդ ամենը մեզ ներկայացնելու, թեկուզ հենց Սոնայի օրինակով։ Սոնայի մասին քանի որ արդեն խոսեցի, ինչպես նրա կյանքը փոխվեց, նրա ապրումները, նրա մտքերը, աշակերտների եւ մյուս ուսուցիչների անձնական մտածմունքները ներկայացնելը, օրինակ Արմենի ընտանիքի խնդիրները արտագաղթելու, ես կասեի վեր արտագաղթելու, որովհետև դա մի ընտանիք էր, որը ներգաղթել էր Հայաստան, այստեղ ունեցել երեխաներ եւ հիմա հասկացել էր, որ պիտի գնա։ Ընդ որում Պետրոսյանի գրականությանը ծանոթ ընթերցողը կփաստի, որ սա կարմիր թելի պես նրա բազմաթիվ ստեղծագործություններում է, այսինքն Պետրոսյանը չի հեռացել ցեղասպանության թեմայից, չի հեռացել Սփյուռքից, երիտասարդությունն էր նրա գրչի առանցքում, բայց այդ երիտասարդության կյանքը հատկապես 70-ականներին ուզած թե չուզած ինչ որ սերտ կապեր ուներ նաև
Սփյուռքից պատմական հայրենիք ներգաղթի երկրորդ հոսքի հետ ու ոչ մի կերպ նա չի կարողացել շրջանցել դա ինչի, որովհետև դպրոցի այդ մի դրվագի ստվերում միևնույնն է, այդ բոլոր դեպքերն են։ Ու ըստ էության Սոնային դասարանի այդ միջադեպի ժամանակ կհանվես Սոնա ասելը Արմենի ներքին կռիվն էր, որ հետո ենք մենք տեսնում այլ դեպքերում, քրոջ հետ զրույցում, որ այս մարդը կարճած է իր երկրին, իր ծննդավայրին, իր հայրենիքին, ինքը հավատում է, որ ավելի լավ հասարակություն ուրիշ ոչ մի տեղ չկա, ավելի լավ աղջիկներ ուրիշ ոչ մի տեղ չկան, ու քրոջ ասած բոլոր տեղերում էլ նույնն են, ինքը ուզեցել է հերքել Մարիի միջոցով։ Եվ ինքը այդ ամբողջ ընթացքում երազում էր, որ չհանվի։ Այո։ Ասում էր կհանվես, բայց ինքը երազում էր, որ չհանվի։ Իսկ մինչդեռ Մարին հակառակը իր ընտանեկան խնդիրները հոր թողնել գնալը, այս աղջկա հիասթափվածությունը սիրուց։ Նա վաղ տարիքից կարդում էր իր հոր սիրային նամակները մորը գրված, որոնք ֆանտաստիկ բաներ են եղել։ Երկու ընտանիքների բախումը, դրամաների բախումը։ Այո։ Ես հաճախ ասում եմ անձնական դրամաներ կամ ներքին դրամաներ, այս մարդիկ իրենց հոգու խորքում ինչ-որ տարբեր վիշապների հետ կռիվներ էին տալիս, տարբեր դևերի հետ կռիվներ էին տալիս եւ Պետրոսյանը ցույց է տվել այդ բոլոր կռիվների հիմքը, որտեղից է գալիս, ինչու է ամեն ինչը այդպես։ Նաեւ Աշոտին չշրջանցենք, Աշոտի ընտանիքին չշրջանցենք, այստեղ էլի Մամյանն էր իր կերպարով, որ մեզ ցույց տվեց բոլորին եւ օգնեց, որ ոչ մեկին խիստ չդատենք, բոլորին հասկանանք, բոլորին ապրումակցենք, ինչ որ մեկին ավել համակրենք, ինչ որ մեկին պակաս հակակրենք։ Այդպես նաև Աշոտը, ով մեծացել էր բյուրոկրատի ընտանիքում, կարելի է այդպես ասել, հա, բյուրոկրատի, ում հայրը տարիներ շարունակ իբր ազնիվ լինելով ոչ մի բանի չի կարողանում հասնել, բայց իր երեխային էլ դաստիարակում է, որ պիտի ազնիվ լինել, իսկ ազնվությունը երբեմն դուրս էր գալիս բարոյականության սահմաններից։ Ազնիվ լինել չի նշանակում մատնել դասընկերներին, չի նշանակում թիկունքից հարվածել, բայց Աշոտը հատուկ ազնվություն։ Հա, բայց Աշոտը ուրիշ ոչ մի չափանիշ չուներ, ոչ մի էտալոն չուներ, իրեն իր հայրն էր, ով թելադրում էր եւ ինքը գրում էր տարբեր բացակցություններ։ Սովորել էր, կարծում եմ։ Իսկապես։ Եվ վերադառնալով Մամյանի կերպարին, իրականում ուզում եմ մի փոքր հասցնենք իսկապես հենց այս ֆանտաստիկ հերոսին կերպարին անդրադարձանել։ Կարծես վերհանի Պետրոսյանը մեզ համար, թե ինչպես կարող է անհատը դեմ գնալով հասարակությանը եւ հենվելով ճիշտ գաղափարական արժեքների վրա, իսկապես մեկ հոգով մի ամբողջ հեղափոխություն անել դպրոցում, ամբողջ դպրոցը հեղափոխեց, որովհետև այ շատ հրաշալի բոլորի վրայով անցնելով, այսպես եկանք ու հասկացանք, որ աշակերտից մինչև ուսուցիչ ու տնօրեն ինչ որ վերարժևորումների կյանք էին ապրում, ընթացք էին ապրում, այս մասին խոսում։ Հեղափոխեց ոչ միայն կարծում եմ աշակերտների շրջանում, այլ նաև ուսուցիչների։ Հիշում եք սկզբում ինչպես էին վերաբերվում ուսուցիչները Մամյանին։ Հենց իրեն։ Հա, հենց իրեն։ Ու հետո ինչպես սկսել, ոնց որ իրենց էլ փոխեց Մամյանը, հենց իր այդ դասավանդելու ձևով ու հետաքրքիրն այն էր, որ ընդամենը կարծեմ 1 ամիս էր մնացել, որ թե 2 ամիս էր մնացել, որ աշակերտներն ավարտեին, որտեղ 10B դասարաններ, ու ինքը կարողացավ այդ 2 ամսվա մեջ երեխաների մեջ սերմանել սեր դեպի դրականություն, չէ՞, անընդհատ կարդում էին, ինչ որ բաներ էին քննարկում, շարադրություններ էին գրում, Մամյանը մանկության տարիների պատմություններն էր պատմում, թե ինչպես էին հենց Ռուբենի հետ Մանոն Լեսկոն կարդում, Մոմի Լուիսի տակ կարծեմ հենց այդպես։ Ու ինչն էր հետաքրքիր, անընդհատ, չգիտեմ կհիշեք թե ոչ, որ Մամյանը անընդհատ նշում էր, որ նայում էր երեխաներին ու ասում էր, ես կարող եի քո տարիքի երեխա ունենալ, որտեվ Պետրոսյանը ուզել էր, որպեսզի մենք նաև Մամյանին հասկանանք, Մամյանի ներքինը բարձաբանենք, անձնական թեմաները։ 35 տարեկան էր ու կարծեմ Սոնան էր, չէ՞, քիմիայի ուսուցչուհին էր, Մամյանը մի փոքր ավելի մեծ, մի քիչ ավելի մեծ ու անդադար էր մտածել Պետրոսյանը տարիքային, բայց հետաքրքիրն այն էր, որ ես այդպես էլ չհասկացա, գրքում ոնց որ մի քիչ բաց էր իրենց սիրո թեման վերջում, ոնց որ բաց մնաց։ Օրինակ սերիալում մեկ ակնհայտ մեզ է թողնում, այո։ Մեզ է թողնում, որ մենք հասկանանք, բայց ամեն դեպքում սերիալում շատ բաներ են ավելի խտացված, այնտեղ նույնիսկ Մամյանի հանդիպումը Մարիի հետ, Մարիի մոր հետ, Մարիի վերադարձական ռեժիսորական փոփոխություններ պետքա մի քիչ խորանային, ինչ որ չափ երկարացնեին,
բայց ամեն դեպքում վիպակը ինձ օրինակ ավելի դուր եկավ, չնայած որ Գրքի մարդիկ են կան։ Ես շարունակեմ Մամյանի թեման, կարծում եմ դեմ չեք։ Այստեղ Մամյանի հանդեպ վերաբերմունքը դպրոցում ինքը ուղղակի շատ անհարմար պահի եկավ, երբ փորձում էին հասկանալ ինչ է եղել, բայց այնտեղ տղամարդ ուսուցիչներից մաթեմատիկայի ուսուցիչը Մարտին Դանիելյանը հոգու խորքում ուրախացավ, որ եւս մի տղամարդ ուսուցիչ ավելանում է դպրոցում։ Ես ինքս ուսուցչի ընտանիքում եմ մեծացել, տղամարդ ուսուցչի, ու իմ պապիկը մինչև հիմա մեծ ափսոսանքով է խոսում, որ դպրոցում տղամարդ ուսուցիչները պակասում են, եթե ոչ վերանում ճակատավոր բառը տգեղ է, բայց ու շատ հաճախ դպրոցում երեխաների դաստիարակության ու վարքականոնի մի շարք խնդիրներ գալիս են հենց տղամարդ ուսուցչի, այսինքն ավելի ազդեցիկ կերպարի բացակայությունից։ Մամյանն ինքը երիտասարդ էր, բայց կարողացավ այո բոլորին ինչ-որ առումով վերադաստիարակել, բոլորի հետ իրենց լեզվով խոսելով։ Մամյանը իր մի դպրոցից արդեն հեռացել էր հանուն գրականության կռվի, որովհետև նա հստակ պատկերացում ուներ գրականության մասին եւ իր համար դա դասավանդվող առարկա չէր, ու գրականությունը պիտի սիրել տար երեխաներին, օգներ, որ մոտենային գրականությանը։ Եվ Մամյանը հենց այդպես ուղղակի առաջին օրը, երբ այդ սկանդալն էր, երբ բոլորը ուզում էին դրա մասին խոսել, իսկ ինքը մտնում է ու կարծես ոչինչ չգիտի, կարծես ոչինչ տեղի չի ունեցել ու երեխաների հետ որոշում է խոսել, թե ինչպես իրենք մի դասարանով կարդացին Մանոն Լեսկով, ասում է ձեր սեփական հեքիաթը ունեցեք։ Իրենց հեքիաթը, իր դասարանի հեքիաթը տղաներով Մանոն Լեսկո կարդալն ու սերը բացահայտելն էր, սերը հասկանալն էր, անկախ նրանից հետո ինչ էր եղել իրենց անձնական կյանքերում, ով ուր էր հասել ու ինքը իսկապես ուզում էր, որ այս երեխեքներ ունենային այդ հեքիաթը, ապրեին այդ հեքիաթով եւ Մամյանը ամեն օր ուղակի իր մասին խոսելով երեխեքին բերեց դեպի իրեն, բերեց դեպի գրականություն։ Այն արժեքները, որ Եվ օրինակ, եթե մենք նայենք հիմա մեր կյանքին, մենք ինչ ենք սիրում մեր այս սոցցանցային ժամանակներում, մենք հետևում ենք տարբեր ինֆլուենսերների, հիմա շատ նորաձև է ինֆլուենս մարքեթինգը, ու մենք էլ ինչ-որ մարդկանց հետևում ենք, որովհետև այդ մարդիկ մեզ հետ խոսում են իրենց մասին։ Իսկ մենք սիրում ենք, որ մարդը խոսի իր մասին։ Մամյանը ինֆլուենսեր։ Մամյանը ինֆլուենսեր էր ժամանակակից լեզվով ասած եւ ինքը կարողանում էր իր միջոցով մարդկանց հասկանալ, բացահայտել եւ նույն Դանիելյանն էր կարծեմ, որ ասում էր երեխեքի մասին, սրանք 5 անհայտով հավասարում են, սրանք 10 անհայտով հավասարում են, ու այդքանից միայն Մամյանն էր չլինելով մաթեմատիկոս եւ հավասարումներ լուծել չկարողացող մեկը, ենթադրում եմ, որովհետեւ ես էլ բանասերեմ ու չեմ կարող լուծել ոչ մի հավասարում։ Մամյանը գտավ այդ բոլոր անհայտները, հավասարման բոլոր անհայտները գտավ։ Սկզբում կարդալով Սանոյանի հանձնարարած շարադրությունները, որոնց մասին Աննան արդեն խոսեց, ու այդ գրառումները, այնտեղ ֆիքսում էր ինչ-որ բաներ ու ապշում էր, թե ինչի, Սանոյանը այդ տողը չի ֆիքսել, ինչի չի խորացել։ Հետո ինքն էր արդեն թեմաներ տալիս այդ երեխեքին ու փորձում դրանցով ճանաչել իրենց, ու վեպի հետ կապված միակ ափսոսանքը, որ ունեմ Վիպակի հետ, որ Մարին այդ դպրոց չվերադարձավ եւ Մարին այդ 2 ամիս ճանապարհը չանցավ Մամյանի հետ։ Ես կարծում եմ, բայց չթողեց, որ եկեք համաձայնենք, որ դա իրական էր։ Հա, այո, ավելի ռեալ, Եվ քանի որ արդեն ամփոփում ենք, ուզում եմ հասցնենք շատ կարճ է անդրադարձ անել այդ ֆանտաստիկ տողին, որ ուղղակի կարծես այս գրքի կիզակետը լինի, մեխը լինի, վերջին ուսուցիչ չի լինում, այս տողի մասին, թե ինչ էմոցիաներ ու ասելիք հասավ այս տողից ձեզ։ Այո, իհարկե, ես լրիվ համամիտ եմ, վերջին ուսուցիչ չի լինում, որովհետև անընդհատ սերունդները կրթվում են, չէ՞։ Հուսամ ուղղակի այս արհեստական բանականության դարում չեն դառնա ռոբոտ ուսուցիչներ կմնան, բայց ամեն դեպքում մենք էլ չէ կրթում ենք մեր եկող սերնդին, օրինակ ես կրթում եմ իմ երեխային չլինելով օրինակ մասնագետ, հա, ուսուցիչ, յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկին կրթում է ամեն դեպքում սերնդեսերունդ, դա այո, վերջին ուսուցիչ չի լինում ուղղակի։ Այս առումով մեր բիրտ ու բարբարոս հայոց լեզուն ֆանտաստիկ է։ Խենթանում եմ այս պահի համար, որ մենք ունենք միևնույն երևույթի, միևնույն մասնագիտության մասին 2 բառ՝ դասատու, այսինքն ուղղակի դաս տվող, եւ ուսուցիչ, ուսուցանող, ու կարևոր չէ թե ինչ։ Եվ ինձ համար վերջին ուսուցիչ չի լինում արտահայտությունը նշանակում է, որ մեր կյանքում հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ-որ կերպ, ինչ-որ մի բան մեզ սովորեցնելու է դպրոցից դուրս մեր կյանքում։ Հասմիկը ինձ համար ինչ-որ առումով ուսուցիչ է, ես մի ուրիշի համար եմ ուսուցիչ, ու մենք քանի դեռ ապրում ենք,
ունենալու ենք մարդկանց մեր կյանքում, ովքեր թեկուզ դիպվածով գալու են մի բան սովորեցնեն ու գնան, ու այդ մի բանը միշտ լինելու է շատ ուղենշային, շատ բեկումնային։ Կարծում եմ ամենաֆանտաստիկ տողն է, որ պիտի մշտապես բոլորիս կրկնենք։ Վերջին ուսուցիչ իսկապես չի լինում։ Ու այս մտքի առանցքով էլ նայենք ամեն մեկը իրար։ Ուղղակի հրաշալի։ Ես շնորհակալ եմ ձեզ այսքան հետաքրքիր ու բովանդակային քննարկման համար, կարծում եմ ինչ որ բան հաստատ տվեցինք մեր հեռուստադիտողին, իսկ ովքեր որ չեն կարդացել, նաև իրար։ Վստահ եմ, որ արդեն ձեռնամուխ կլինեն վերցնելու այս վիպակը եւ ընթերցելու։ Իսկ ձեզ իհարկե ճանապարհում ենք մեր գործընկերների նվերներով, Edit Print հրատարակչության կողմից։ Ընթերցելիք ամառն արժևում է հագաթակտիստիներ եւ իհարկե Կարապ աուդիոգրքերի հավելվածի կողմից 1 տարվա բաժանորդագրության պրոմո կոդեր, որպեսզի նաեւ կարողանաք ձեր ժամանակը լցնել լսելիքով։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ սիրելիներ։ Շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, իսկ մենք կհանդիպենք ուղիղ 1 շաբաթից նորի երեկոյան եթերում։ Ձեզ հետ Հասմիկ Ավագյանն էր, հաջողություն։